Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, այսօր հուլիսի 6-ին լուսադեմին կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի մահվան մասին տեղեկությունը Armenpress-ին հայտնել էր նրա մտերիմ ընկեր Հարութ Բոգարյանը։ 3 օրեր հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 3:55-ին սիրտը կանգ է առել, նշել էր Բոգարյանը։ Այսպիսով, ըստ նրա մտերիմի, Արտաշես Ալեքսանյանի մահվան անմիջական պատճառը սրտի կանգն է եղել, այլ մանրամասներ նրա առողջական վիճակի կամ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ այս պահին չեն հաղորդվել։ Արտաշես Ալեքսանյանը 65 տարեկան էր։ Նրա մահը մեծ կորուստ է հայկական թատրոնի և կինոյի համար։ Star News AM-ը ցավակցում է նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և գոլեգաներին։ Արտաշես Ալեքսանյանը հայ թատրոնի և կինոյի սիրված ու ճանաչված դերասաններից էր, ում ստեղծագործական ուղին ձգվել է տասնամյակներ շարունակ։ Իր դերասանական գործունեության ընթացքում նա մարմնավորել է բազմազան կերպարներ, աչքի ընկնելով բնական խաղով, բեմական բարձր մշակույթով, երբ կերպարներին յուրահատուկ խորություն հաղորդելու կարողությամբ։ Նա հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում, արժանանալով հանդիսատեսի մեծ սիրուն և գործընկերների հարգանքին։ Արտաշես Ալեքսանյանի ամենանշանակալի դերերից մեկը Գարեգին Նժդեհի կերպարն էր համանուն «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։ Դերասանի կերտած կերպարը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում և շատերի կողմից գնահատվեց որպես նրա ստեղծագործական ուղու կարևորագույն աշխատանքներից մեկը։ Նրա մասնակցությամբ նկարահանված ամենահայտնի ֆիլմերից են «Մի վախեցի»-ը, «Մեդալի հակառակ կողմը», «Պոկեր AM»-ը, «Ընկած բերդի իշխանուհին», «Մեր բակը» և «Սիրո անիվը»։ Դերասանը նկարահանվել է նաև բազմաթիվ հեռուստասերիալներում, որոնց թվում են «Ճակատագրի գերիները», «Դժբախտ երջանկություն», «Եզրագծից այն կողմ», «Վերադարձ», «Պատվից առավել», «Սարի աղջիկը» և «Վերջին զանգը»։ Արտաշես Ալեքսանյանի թողած ստեղծագործական ժառանգությունը շարունակելու է ապրել նրա մարմնավորած կերպարներում, որոնք մինչ օրս սիրված են հայ հանդիսատեսի կողմից և կարևոր տեղ են զբաղեցնում հայկական թատրոնի և կինոյի պատմության մեջ։ Star News-ը ևս մեկ անգամ ցավակցում է և ձեզ ներկայացնում մի քանի լուսանկար, որոնք այս տարիների ընթացքում նա հրապարակել էր սոցիալական հարթակներում։